Շարունակում ենք մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, վստահաբար շատ ձեզ համար հետաքրքիր սիրելի թեմայի ենք անդրադառնալու, քանի որ մարտի 14-ից սկսվել է խավարումների միջանցքը, որ ըստ աստղաբանների ամենակարևոր շրջաններից մեկն է եւ որը կարող է ազդել մոտակա 5-ից 10 տարիների վրա։ Այսօր նաև գարնանային արևադարձն է, այս երկու իրադարձությունների մասին զրուցելու ենք մեր հյուրի հետ, վաղուց չէինք տեսնվել, շատ ուրախ ենք, որ Հայաստանում է եւ հիմա կմանրամասնենք ամեն ինչ։ Իհարկե, մեր հյուրն է թվային հոգեբանության եւ կունդալինի յոգայի վարպետ Քրիստինե Վարդանյանը։ Բարև ձեզ, շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք։ Բարև ձեզ, նմանապես շատ հիանալի։ Քրիստինա, թույլ տվեք հարցնել, քանի որ համացանցում շատ է տարածվում այս ընթացքում տարբեր հետաքրքիր մեկնաբանություններ կապված այսօրվա հետ, չնայած մինչ այսօրը դե սկսվեց ավելի արտահայտիչ ամսի 8-ից խոսել մարտի, չնայած ասացին, որ այդ սկիզբ է առել մարտի 2-ից եւ մինչեւ ամսի 29-ը ինչ որ տևելու է, լինելու են տարբեր փոփոխություններ, չգիտեմ, դարպասներ են բացվում, փակվում, ուր ենք գնում, ինչ ենք անում, եկեք այս ամենը։ Այո, այնտեղ ասում են, որ մի քիչ մարտի կարող են ավելի ագրեսիվ լինել, պետք է կարողանալ զսպել, երազանքներ կարող եք պահել, որը կարող է իրականանալ։ Այս ամենը եկեք կանոնակարգենք մեր հեռուստադիտողի համար եւ հայերեն մարդավարի լեզվով փորձենք բացատրել։ Շատ լավ։ Իրապես այսօր մտանք մենք աստղաբանական գարուն։ Շատ ազգեր այսօր հենց տոնում են նոր տարին, այսինքն որովհետև սա նորոգումների առեղծվածն է սկսում, այսինքն նոր զարթոնքն է, հա, երբ որ արևը իր ուժն է մաքսիմալ ստանում, մաքսիմալ ուժը ամառային արևադարձի ժամանակ է ճիշտ ասած ստանում, բայց հիմա էլի նորից արևը լցվում է ուժով եւ այդ արևի ուժը հաղորդում է արթնացող մայր հողին, մայր հողն էլ իր հերթին միանում է հալվող ջրերին եւ ջուրը դառնում է կենարար, առողջարար, ջուրը դառնում է բուժիչ հիմա այս օրերին, հա, եւ ընդհանրապես սովորական ջրի մասին, այո, սովորակ, այսինքն աղբյուրների նկատի ունեմ, բնական աղբյուրների։ Ահա, եւ հիմա այդ զարթոնքը ամենուր է, նաեւ նուրբ պլանում է, հա, նկատվում է զարթոնքը, այսինքն նախ հավասարակշռվում են բոլոր հակադիր ուժերը, ին եւ յան, արական իքական ուժերը, լույսի եւ խավարի ուժերն են հավասարակշռվում, պասիվը եւ ակտիվը, անգիտակցականը, գիտակցականը, բոլոր այդ հակադիր ուժերը հավասարակշռվում են եւ հիմա շատ լավ առիթ է, այսինքն հնարավորություն է, որ մարդը ինքն իր մեջ էլ այդ ուժերը հավասարակշռի։ Այսինքն բնությունը նպաստում է, որ մարդը հիմա մի փոքր սենց հանդարտվի, մի կողմից լուսնի խավարում այո նպաստեց, որ հուզական պորտկումներ լինի եւ այլն, շատերը ասում են, որ աստղաբանները նկատի ունեմ, ասում են, որ պնդում են, որ մի քիչ կոնֆլիկտները այս ընթացքում ավելի հաճախակի կարող է լինել, հենց ելնելով նրանից, որ մարդիկ դյուրագրգիռ են դառնում, բայց ես կասեի ավելի շատ սա ներքին պրոցեսներ է, որ մարդու մոտ կարող է կատարվել։ Ենթադրենք անցյալը վերհիշի, ինչ որ ամփոփիր մեջ եւ այլն, հա, ինչ որ որոշակի բաներ կա, որ ներքին պրոցեսներ է տեղի ունենում։ Այդքան կարող է շատերի մոտ կարող է արտաքին աշխարհում չդրսևորվել, չարտահայտվել։ Այսինքն կան նշաններ, աստղաբանական նշաններ, այդ հորոսկոպի նշանները նկատի ունեմ, որ տվյալ մարդկանց, նայած թե իրենց աստղաբանական քարտեզը ինչպես է դասավորված, այնտեղ դիրքեր կան, որ այդ դիրքերով մարդկանց է հենց ավելի շատ իրենց է առնչվում այդ օրինակ Ես չեմ կարող ասել, աստղաբանները կարող են ասել, բայց նշաններին կարող եք անդրադառնալ։ Ես գիտեմ, որ մինչև այս խոսում էին կույս նշանակերպի մասին, որի ներքո էր, հիմա փոխվել է, եթե չեմ սխալվում, խոյ։ Խոյ է, այո, փոխվել է խոյ։ Չէ, ես աստղաբանությանը չեմ անդրադառնա, որովհետև ես ինքս մասնագիտությամբ թվաբի։ Բայց խոյի հետ կապված ինչ է, լավ է լինելու, հա։ Չեմ կարող վստահել։ Այսպես թե խոյը դրա համար անհանգստանում է։ Այսպես թե այնպես խոյը ինքը առաջնագնաց մարդիկ են, չէ, ինչ որ շատ հետաքրքիր նոր մտահղացումներով, իրենք շատ ամբիցիոզ են եւ այլն։ Այսինքն հենց հիմա այս շրջանը նույնպես հենց այդպիսի խորհուրդներ է տալիս, որ մարդիկ լինեն պասիվ դիրքում չլինեն, ինչ որ նոր բաներ, նոր մտահղացումներ, գաղափարներ իրենք մտածեն եւ իրականացնեն։
Եվ տարածությունը տալիս է նպաստավոր է, այսինքն այս ժամանակ, որպեսզի մարդիկ այդպիսի նոր բաներ իրականացնեն, լինեն խիզախ իրենց որոշումների մեջ եւ հետեւողական է, այսպես։ Իսկ ընդհանուր առմամբ, քանի որ հիմա օրինակ տեսեք, ստացվում է ամսի 14-ին մենք ունեցանք լուսնի խավարումը, մի հատ էլ շատ կարևոր ամսաթիվ կա, որի մասին չգիտեմ, խոսում են թե չէ, բայց ես ուզում եմ նշել, ուրեմն Սատուրնը իր դե ճիշտ է, գիտնականներն ասում են դա օպտիկական իլյուզիա է, եթե ընդհանրապես մենք հավատանք գիտնականներին, ընդհանրապես էս խավարումներն են օպտիկական իլյուզիա, բայց քանի որ սա ավելի հոգևոր մարդիկ սրան տալիս են ուրիշ երանգներ, ուրիշ նշանակություն, բացատրություն, մենք դրան էլ անդրադառնանք հիմա, էլի նորից այդպիսի օպտիկական իլյուզիա է լինելու ամսի 23-ին Սատուրն մոլորակի օղակը անհետանալու է։ Ահա, քանի որ Սատուրնն էլ կարմայի մոլորակն է համարվում, ստացվում է ինչ խորհուրդ ունի դա։ Օղակը անհետանալու է եւ դրա հետ մեկտեղ կարմայական այդ կոշտ եւ կոպիտ դասերը կարող են մարդիկ շրջանցել, այսինքն անցյալի այդ վատ արարքները, որ իրենք գործել են, մտածված կամ ոչ մտածված են մտքով, չէ, տարածությունը տալու է հնարավորություն, որ դրա դասերը չապրեք հիմա, այսինքն դասերը հիմա չունենանք մենք, այսինքն դասերը այս պահին շրջանցելով որոշակի զարգացման նոր փուլ անցնենք։ Ավելի, այո, հոգևոր, այստեղ ոչ միայն հոգևոր, բոլոր մակարդակներում մենք կարող ենք անցնել, եւ փսիխիկական, եւ հոգևոր, եւ մարմնական նույնիսկ, որովհետեւ հիմա արդեն մեր ժամանակներում մարմնական պրակտիկաները արդեն մասնագետները հասկացել են, որ դարձել է առաջնային, որովհետեւ հոգին խորը էվոլյուցիան հիմա ասեմ մարմնական տարբեր թերապիաներ կամ պրակտիկաներ, որոնց միջոցով մենք ինտեգրում ենք ցանկացած ինֆորմացիա մեր մեջ, որովհետև տեսեք հիմա ես ասեմ, մի փոքր շեղվեցինք, բայց ոչինչ, այստեղ արդեն ուրիշ միտք ես կարող եմ ասել, շատ հետաքրքիր, որ կան մարդիկ, մենք բոլորս էլ տեսել ենք եւ առնչվել ենք այդպիսի մարդկանց հետ, որ գիտեն շատ ճիշտ գիտելիքներ, կրում են այդ գիտելիքները, բայց երբ որ նայում ես իրենց կյանքին, իրենք այդպես չեն ապրում, այսինքն կրում են ինֆորմացիան, բայց չեն կարողանում դա ինտեգրել իրենց կյանք, որովհետև այդտեղ մարմնի գործոնը իրանք շրջանցել են։ Ինչ կարող եք ասել։ Այսինքն ցանկացած մի բան, եթե դուք օրինակ Անուշիկ ջան ուզում եք այդ գիտելիքը, տվյալ գիտելիքը, որը կրում եք, բայց չեք անում կյանքում, ինտեգրել ձեր կյանք, դա կարելի է անել մարմնի պրակտիկաների միջոցով։ Մարմնի պրակտիկաները ամենատարբերն են, այսինքն այնտեղ կա տեխնոլոգիա որոշակի, բայց հիմնականում որոշակի ինտուիտիվ բաներ էլ կան, որ այդ պարային թերապիաների միջոցով, ճիշտ է, այնտեղ կան որոշակի օրենքներ, Ես էդ էի ուզում հարցնել, այսինքն յոգա, պար, լող, ինչ, մարմնական պրակտիկան, ինչ է։ Մարմնական պրակտիկան իր մեջ ներառում է կոնկրետ ուրեմն ինֆորմացիան այդ պահին որոշակի շարժումների ժամանակ ինֆորմացիան կրկնելը, երբ որ դու կրկնում ես եւ այդ ժամանակ մի քանի գաղտնիք կարող եմ ասել, բայց մի քանիսը չեմ ուզում ասել, այո։ Ինչու՞։ Ինչու, որովհետեւ սա մասնագիտական է գաղտնիք, այո։ Ուրեմն այդ ընթացքում պիտի անպայման լայն բացված լինի ոտքի թաթերն ու մատերը, ձեռքի մատները։ Այդ հասկանում եմ ինչու։ Ահա, շատ լավ, որովհետեւ բաց ես դու արդեն դու չես փակվում, ահա, դու բաց ես ինֆորմացիայի համար։ Եվ շնչառական որոշակի բաներ կա, որ այդ ժամանակ ինստրուկտորը ինքը հրահանգները տալիս է եւ դու կատարում ես։ Մնացածը կարող է լինել ինտուիտիվ այն շարժումներ, բայց կարևորը որ ինֆորմացիան հնչի քեզանից եւ որոշակի շարժումներ անես, ահա, որոշ բաներ կան, որ կարելի է տևական անել, ենթադրենք 7 օր կամ 21 օր կամ 40 օր տենց։ Բայց ընդհանուր առմամբ այդպես, այսինքն հիմա հասկացել են դրա կամ գաղտնիքը կամ այդ հանելուկը փորձել են բացահայտել, այսինքն ինչի համար մարդը իմանալով ենթադրենք ամենապրիմիտիվ օրինակն եմ բերում, հա, ծխելը վնասակար է, բայց ինքը ծխում է։ Եվ այդպես շատ բաներ, մարդը գիտի լավը, բայց ապրում է
ոչ այդպես, ոչ այդ դրան համապատասխան։ Ինչի համար, որովհետև չի ինտեգրել իր մարմին։ Ինֆորմացիան մարմնում չի, այստեղ է։ Այստեղ է կրում, միայն մտքում։ Մտքով ինքը կարող է շատ լավ բաներ ասել, շատ հանճարեղ գիտելիքներ փոխանցի քեզ, բայց իր ապրածը չի համապատասխանում դրան, ենթադրենք, հա։ Ահա, ինքը կրող է ուղղակի։ Թերապես այո, շատ բաներ կարող ենք կարդալ, իմանալ, որ եթե սա անենք կլինի այսպես, բայց կիրառության մեջ չենք դնում։ Իրականում կարող ենք նույնիսկ շատ ցանկություն էլ ունենալ, բայց էլի չկարողանանք անել, որովհետև այնտեղ կան առաջնային ծրագրեր, որոնք գալիս եւ հաղթում են, ճնշելով հաղթում են քո այս նոր ծրագրին, որը դու ուզում ես ներմուծել, հա, քո կյանք։ Նրանք դոմինանտ են, նրանք իշխան, որպեսզի նրանց հաղթենք, հատուկ տեխնոլոգիա կա եւ դրանք լավագույնները մարմնի թերապիաներն են։ Ես հասկանում եմ, որ դրանք իհարկե մասնագիտական են, նրանք ովքեր կուզեն էլ ավելի, այսպես ասած, հասկանալ ինչ պիտի անեն, դե պիտի դիմեն մասնագետին, բայց եթե մենք փորձենք այս դեպքում հանրությանը խորհուրդ տալ այս օրերի ընթացքում, որովհետև իրենց փոփոխությունը կարող է լավ ազդեցություն ունենալ ամբողջ հանրության վրա, հա, դեպի լավը, որովհետև հիմա տենց մի քիչ գաղջը շատ է, վախը շատ է, անհանգստությունները շատ են, բացականը շատ է, տեսնում ենք էլ ինչ է կատարվում աշխարհում, ինչ անի սովորական մարդը, որը գուցե չունի ինֆորմացիա, թեկուզ մի քիչ, բայց փորձի, այսպես ասած, ճիշտ իրեն պահել տիեզերքի հետ։ Շատ լավ, մոտեցանք քիչ-քիչ սահուն ձևով, մոտեցանք ինձ համար ամենահիմա արդիական թեմային, այս տարվանից ես իմ բոլոր հետևորդներին հայտարարել եմ, որ իմ կոչականը լինելու է աուտենտիկությունը և ստվերը, ընդունելը, ստվերը ինտեգրելը։ Տիեզերքը հիմա ողջունում է և ամեն ձևով աջակցում է մարդկանց, ովքեր մաքսիմալ աուտենտիկ են։ Դա ինչ է նշանակում։ Լինել ինքդ քո պես, մաքսիմալ ինքդ քո պես, ոչ թե իդեալական փորձել լինել, այլ ինքդ քո պես։ Այսինքն եթե իրպեսը վատն է, եթե իրպեսը վատն է, տեսեք, մենք միշտ պետք է հաշվի առնենք այդ, որովհետև երբեմն երբ որ ես ասում եմ աուտենտիկություն, շատերը հենց ամենաթողությունն են, հա, պատկերացնում, որ եթե հա ես իմ վատ կողմերը ունեմ, մաքսիմալ դրանք արտահայտեմ, ոչ, մենք պիտի հստակ իմանանք իմ սահմանները, որտեղ է ավարտվում մյուսինը սկսում, հա, բայց այդ ամենը իմանալուց հետո մաքսիմալ փորձեմ արտահայտել իմ յուրահատուկ կողմերը, որոնք յուրաքանչյուրս մեր մեջ կրում ենք։ Եթե ես հիմա կարող եմ ասել, որ դա մի փոքր կարելի է որակել որպես խենթություն, ասեց Դավիթը, հա, կամ խելագարություն, հա, խելագարության յուրօրինակ խելագարության տեսակ։ Օրինակ, եթե հիմա դուք ինձ իմ գնալուց հետո չորակավորեք որպես խելագար մարդ, մի փոքր թեկուզ, ուրեմն ես հաստատ ինչ-որ մեկին կրկնօրինակում եմ։ Այսինքն ես հաստատ փորձում եմ ինչ-որ մեկի նմանվել և այդպես ձևավորվում է մոխրագույն զանգվածը։ Իսկ տիեզերքի նման մարդիկ հետաքրքիր չեն։ Եկեք հələ մի փոքր մտորենք, կամ ինչպես է տեղի ունենում, որ ավանդական մարդիկ մնում են ստվերում։ Շատ ժամանակ, չէ՞, մենք տեսնում ենք ինչքան ավանդական մարդիկ կան, որ այդպես էլ մնում են ստվերում։ Իրենք ճիշտ են, իրենք ավանդական են, իրենք ամեն ձևով ճիշտ են, բայց իրենք ստվերում են։ Իրենք առաջընթաց որպես այդպեսին չեն ունենում։ Իսկ մենք ինչ առաջընթացի մասին ենք խոսում, նյութական, հոգևոր, որովհետև ինքը իր համար, ես իհարկե երբեք չեմ պատկերացրել ինչ է նշանակում խաղալ։ Այդ ինձ համար մեծ պրոբլեմ է և ես դրա համար ունեմ երկու լսարան, կամ ինձ ատում են, կամ ինձ սիրում են, որ չկա այդ միջինը, որովհետև չեմ պատկերացնում ոնց կարելի է խաղալ կյանքում։ Ես տեսեմ և ինձ համար միևնույնն է դու ինձ ընդունում ես, թե ոչ, բայց հիմա եկեք տեսնենք, լավ, ես ենթադրենք այն չեմ ինչ ներկայացնում եմ և մնում եմ ստվերում, բայց ունեմ ավանդական, չգիտեմ, հա, ինչ-որ դրսևորումներ, կամ գիտեմ չափս որտեղ է, գուցե խաղում եմ այդ չափը և այլն։ Հիմա ինչով եմ ես այդ դեպքում մնում ստվերում, ինչ առաջ չի գնում, հոգևոր աշխարհը իմ ներսում, իմ համար, թե հանրության համար, թե նյութական աշխարհը։ Հիմա ասեմ, շատ լավ հարց է։ Ուրեմն այդպիսի մարդիկ սովորաբար սոցիումի մեջ կարող են շատ լավ կայանալ և շատ մեծ ձեռքբերումներ ունենալ, բայց իրենց ներքին կայծը
չի դրսևորվում եւ իրենք կյանքը իրենց չի պատկանում։ Իրենք պատկանում են սոցիումին, սոցիումը իրենց ընդունում է։ Իրենց տալիս է բավական մեծ լայնասպարեզ դրսևորվելու առաջ գնալու նյութական իմաստով եւ ստատուսով, հա, բայց կյանքը իրենց չի պատկանում, այսինքն կյանքը ամբողջությամբ իրենք լիաթոք չեն կարողանում ապրել։ Այստեղ կարող ենք նույն ձևով ասել նաև շատ ինտելեկտուալ մարդկանց մասին, որոնց մեջ գերակշռում է անալիզը, հա, շատ են անալիզ անում, շատ, երբեմն դա հասցնում է մյուս բևեռին, երբ որ շատ ինքնակննադատաբար են իրենց ընդունում, եւ այդպես կյանքը դառնում է շենց սեղմ եւ գորշ գույներով լցված, անընդհատ, հա, իսկ եկեք հələ մի հատ նայենք մյուս մարդկանց, ովքեր մի քիչ խելագար են, կյանքով լեցուն են, հա, իրենք շատ ժամանակ չեն համապատասխանում որոշակի կանոնների ու նորմերի, շատերի համար իրենք այսպես ասած տարօրինակ են թվում եւ կարող են շատերը այսպես քունքին մոտ պտտել մատը, հա, բայց այդ մարդիկ լիաթոք ապրում են, իրենք կյանքից հաճույք են ստանում մաքսիմալ, հասկանում եք։ Այստեղ արդեն խոսքը գնում է լիաթոք ապրելու մասին, կյանքը, երբ որ քո ներսի կայծը անընդհատ վառվում է, դու էլ կարողանում ես այդ կայծով բոցավառել քո շրջապատին։ Սրա մասին է խոսքը։ Այդ ժամանակատիեզերքի համար մարդը դառնում ախորժելի։ Այդ ժամանակ միայն։ Մնացածը, այո, խաղի մեջ են, կամ կարող ենք ասել մատրիցայի մեջ են, որի մեջ գտնվելով ամբողջությամբ այդ օրենքներին են իրենք պատկանում։ Իսկ եթե դուրս ենք գալիս այդ խաղից, ռուսերենում շատ լավ ասված է, ուրեմն այսպես եկեք պատկերացնենք, գոյություն ունի մտքի դաշտ եւ գոյություն ունի ոգու դաշտ։ Երբ որ ռուսը ասում է, երբ որ դու սաշոլ սումա, то есть հենց դու դուրս եկար մտքի դաշտից, դարձար խելագար, ինչ որ ձևով, հա, այդ ժամանակ դու ախորժելի ես, որովհետև այդ ժամանակ դու ոգին մտնում ա քո մեջ, այսինքն ոգին այսպես թե այնպես կա, ինքը արտահայտվում է պարզապես։ Երբ որ արտահայտվում, այդ ժամանակ տիեզերքի համար դու դառնում ես մարդ, որին ինքը ամեն ձևով աջակցում է։ Այսինքն դու արդեն շատ մեծ մասամբ դուրս ես գալի մատրիցայի օրենքներից, սկսում ես հակառակ լողալ, էլի։ Սկսում ես հակառակ լողալ, սոցիումին ես հակառակ լողում, բայց տիեզերքը ամբողջությամբ աջակցում է քեզ, որովհետև իր համար դու շատ լավ մարդ ես, շատ ախորժելի, հետաքրքիր, համեղ։ Ճիշտ է, որ ձևակերպումը այնպեսին է, որովհետև վերջերս կարդում էի, իմիջիայլոց այս ձեր ասածը այնտեղ նշмарվում էր, երբ ասվում էր ինչպես կան գառնել ի վերջո, էլի լավ եք ասում ռուսերեն էր հնչում սամակապանիա, էլ այդ ինքնա քննադատության, ինքնավորոնման, երբ որ տենց ընկնում ես այդ ծուղակը, հետո սկսում ես հասկանալ, բայ ես ով եմ, բայ ես ինչ եմ, ինչից եմ, իրականում եւ այլն, եւ ասում եմ ինչպես կան գարան, որտեղ դա քեզ կարող է իսկապես տանել ու տանել։ Բայց եթե մենք խոսում ենք օրինակ, լավ, ամենապրոզայիկ ձևով ձևակերպեմ, լավ եւ վատ մարդուց։ Ում ենք անդադ խոսում ենք, որ տիեզերքի վերջո միևնույն է իր պատասխանը տալիս է մարդկանց եւ այլն։ Հիմա երբ շատ հաճախ ասում են, եթե դու մի վատ բան ես արել, ենթադրենք սոցիումի պատկերացումով, բայց դու ինքդ չես համարում, որ դա վատ է, տիեզերքն էլ չի հասկանում, որ դա վատ է։ Եթե դու ընդունում ես, որ դա վատ է, ուրեմն տիեզերքն էլ է ընդունում, որ դա վատ է։ Սրա մեջ ճշմարտություն կա, թե դա խեղված ինֆորմացիա է։ Չէ, խեղված չի, որովհետև տիեզերքը թույլ է տալիս, երբ որ ասում ենք մենք ազատ ընտրության հնարավորություն ունենք, հենց այդ մասով էլ մենք ունենք։ Այսինքն մենք եթե ինչ-որ մի բան մեզ համար դարձնում ենք համոզմունք, դա դառնում է մեր ճակատագրի մի մասը։ Որովհետև մենք մեզ համոզել ենք ներսում դա դարձել է ծրագիր եւ այդ ծրագիրը մեզ համար աշխատում է, կարող է ինձ համար աշխատի, քեզ համար չաշխատի, որովհետև ես ինքս իմ մեջ դա համոզմունքի ձևով արմատացրել եմ դա, հա, դա ինձ համար աշխատում է։ Ենթադրենք մարդիկ կան, որ ասում են, չէ, եթե ես այսպես եմ մտածում, ինձ հետ այդպես լինում է հենց ամենատարբեր օրինակներ։ Այսինքն այդ մասով այո, այդպես է, բայց ամեն դեպքում մենք պիտի հաշվի առնենք, գիտեք ինչ, որ փոքրուց մեզ բոլորիս հավաստիացրել են, որ արդյունավետ կյանքի նախապայմաններից մեկը լուրջ լինելն է եւ
որոշակի լարվածություն երևի ունենալը, հա, կյանքում, որովհետև լարվածության մեջ կա դիսցիպլինա, այնտեղ կա լրջություն եւ այլն, այդ դեպքում միայն դու կարող ես հասնել, բայց արի ու տես, որ տիեզերական հոգեբանությունը ինքը ասում է եղիր խաղուն իգրայուչի, հա, ռուսը ասում է իգրայուչի, եթե ճիշտ եմ թարգմանում, խաղուն եղիր։ Ոչ թե խաղա դերի մեջ մտի, այլ խաղուն եղիր, բայց այդ խաղունի մեջ էլ կան էլի շատ դերեր, որ մարդը կարող է ոչ թե սերտաճել դրանց մեջ, այլ շատ հետաքրքիր ձևով զուգորդելով խաղալ այդ դերերը, առանց սերտաճելու դրանց հետ։ Հասկանում ես ես ինչ եմ ասում, չսերտաճել, չդառնալ այդպիսին, բայց եթե պահը թելադրում է, ես կարող եմ այսպես է լինել։ Բայց իմ կարծիքով այստեղ տեղանքը ու որտեղ դու մեծացել ես, ինչ հասարակության մեջ ես մեծացել, սա շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև այդ խենթ ու խելառությունը իմ կարծիքով յուրաքանչյուր մարդու մեջ կա, դա միանշանակ յուրաքանչյուր մարդու մեջ կա, նայած թե դու ինչքան ես ազատ թողնում իրեն, դու ինչքան ես թողնում, որ ինքը դրսևորվի։ Սա սրանից է գալիս։ Այսինքն դու որ տեղանքում ես մեծացել, դու ինչ միջավայրում ես մեծացել, ինչ ընկերական, ինչ մարդկային, դե սոցիումի թելադրանքն է, դրա համար այս ժամանակահատվածում, չգիտեմ, 21-րդ դարում, օրինակ, այն տեղանքում, որ ես եմ մեծանում, օրինակ Երևան քաղաքում կա բոլոր հնարավորությունները, որ դու քո խենթություններն ու խելառությունները կարողանաս դրսևորել։ Վանաձորում կարողա չկա, Գյումրիում կարողա չկա, Կապանում կարողա չկա, բայց Երևանում համեմատական կա։ Այսինքն հիմա ես ընդունում եմ ձեր ասածը, որ ինչքան պոզիտիվ, ինչքան խենթ ու խելառ, այնքան տիեզերքը քեզ սիրում է, այնքան հասարակությունն է քեզ սիրում, այնքան դու ես ինքդ քեզ սիրում, այնքան դու ընդունված ես լինում մարդկանց կողմից։ Հիմա հարցն նա թե դու ինչ դաստիարակություն ես ստացել, հարցն նա թե դու ինչ սոցիումի մեջ ես մեծացել ու դու ինչքանով ես կարողանում քեզ ազատ թողնել։ Օրինակ մարդը, որ մի քիչ գինովցած է լինում, ինքը մի քիչ ավելի սկսում է իրեն ազատ դրսևորել, սա նշանակում է, որ ինքը մի քիչ գինովցած արդեն կարողանում է այդ կարծրատիպերից դուրս գալ, այդ շրջապատի, այդ, չգիտեմ, հայացքներից դուրս գալ եւ մի քիչ դառնալ խենթ ու խելառ։ Առհասարակ միշտ հետաքրքիր է այն մարդկանց հետ, ովքեր որ մի քիչ խենթ ու խելառ են, ովքեր որ ավելի ստանդարտ որոշումներ չեն իրականացնում, ավելի ստանդարտից դուրս որոշումներ են իրականացնում, որովհետեւ ստանդարտ որոշումներ մեծաշով բոլորն են կայացնում։ Մեզ հետաքրքիր է թե ով ավելի խենթ որոշում կկայացնի, որովհետեւ մենք այդ խենթության մեջ տեսնում ենք նաեւ չկրկնվելու, այդ ավելի եզակի լինելու, որովհետև մեզ համար անսովոր իրավիճակը միշտ ավելի հետաքրքիր է ու ավելի հաճելի է։ Հիմա ես ուզում եմ հասկանալ մեր հասարակության մեջ հիմա խենթ ու խելառները շատանում են, թե ավելի շատ պարփակվում ենք մենք։ Ոչ, ես կասեմ, որ բարեբախտաբար շատանում են եւ դրանում նպաստում են այդ սոցիալական հարթակները։ Սոցիալական հարթակները հնարավորություն են տալիս ինքնը արտահայտվելու։ Մարդիկ ուղղակի կամերան միացնում են եւ դրա առաջ անում են այն, ինչ որ իրենց սիրտը ուզում է։ Եվ դա շատ լավ է, որովհետեւ առաջ մարդիկ այդ հնարավորությունը չունեին եւ շատերի մեջ կար այդ փոթորիկը, մարդիկ կան, շատ շատերը կան, որոնք իրենց տեսակով փոթորկոտ են։ Կրակը իրենց մեջ շատ է, բայց ստիպված սոցիումի թելադրանքով կամ չգիտեմ ինչ ուժերի ազդեցության ներքո իրենց զեփյուռ են միշտ ներկայացրել։ Դե մենակ ամոթավիճակը, այսինքն այո, ես էլ եմ դրանցից եղել, ընկերներ, շատ ժամանակ ես արդեն 50 տարեկան եմ, բայց այո, 50 տարեկան եմ։ Իսկապես։ Հա։ Ես ու չէ ես։ Դե Օսնություն պես տարի 74 թվականից ծնված եմ։ Վաու։ 50 տարեկան եմ, բայց ես իմ 45 տարին հաստատ ապրել եմ այդ կապանքների մեջ, հասկանալով, որ ներսից ես փոթորիկ եմ, բայց ես ինչի պիտի անընդհատ զեփյուռ ինձ ներկայացնեմ, որովհետև այդպես հարմար է, որովհետև այդպես սոցիումը ընդունում է, բայց արի ու տես, որ մարդիկ այդ իրենց ուժը, երբ որ կառավարում են, այդտեղ այնքան էներգիա են կորցնում։ Այո, դե հա, այդ հաստատ։ Անսահման էներգիա են կորցնում, որը որ կարելի էր ուղղել որոշակի ստեղծագործական ինչ որ գաղափարի իրականացմանը։ Բայց դրա համար էլ պետք է ունենալ ճիշտ երևի թե ինֆորմացիա, որպեսզի այ դուք լավ ասացիք, ոչ թե ամենաթողության գնա։ Դե իհարկե։ Որովհետև ես իմ ներսում իհարկե կարող եմ ունենալ այն, որ ասում եմ, հա, իմ դևերը, որոնք ես այսպես ասած իրավունք,
ընդունելով բոլոր խնդրությունները, բայց իրավունք չունես քո դևերը, այսպես ասած, թողնել հանրության վրա։ Ի վերջո այդ հավասարակշռությունը ինչպես պահել հասկանալ, որտեղ է ավարտվում, ասենք քո իրավունքը ու սկսվում ուրիշինը, այստեղ երևի թե մարդը չունի ճիշտ պատկերացումներ ու գիտակցում, ինչպես այն դրսևորի։ Չէ, բազային գիտելիքներ պետք է անպայման կոռեկտության եւ անձնային սահմանները պահելու վերաբերյալ։ Դրանք պետք է, բայց որտեղ որ դրանք չեմ անցնում, ես կարող եմ իմ ինքնաբուխության մեջ լինել։ Եթե ես այս պահին ցանկանում եմ հենց ուղիղ եթերում պարել, ինչու չեմ պարում, ենթադրենք, հա? Ենթադրենք ուզում եմ թռչկոտելով գալ։ Ինձ մոտ այս տարիքում այդ նմանատիպ ցանկություններ շատ են լինում, երբ որ քայլելու, սովորական քայլելու փոխարեն ես ուզում եմ ոնց որ փոքր երեխան թռչկոտելով գնալ այդ ճանապարհը, հա? Բայց մենակ նրա համար, որ ինչ կասեն մարդիկ, այս տարեցկինը, չգիտեմ ինչի ոնց են ասում, եւ այլն, ինչ տարեցկին հաստատ չեն ասի։ Հա, վերջը։ Պրոֆեսիոնալ կարողանում եք, չգիտեմ, թաքցնել, այնպես որ հանգիստ կարող եք թռչկոտել։ Այսինքն ուզում եմ ասել, որ այդ կարգի ինքնաբուխ վիճակներ մարդը պետք է իրեն կարողանա թույլ տալ։ Ու չմտածի, այստեղ տեսեք, ոչ իրավաբանական օրենքներ են խախտում, ոչ կրոնական սոցիումն է ճակատագրական ոչ մի բան չես անում։ Այո, այսինքն ընդհանրապես սոցիումն է մեզ սենց կաղապարում։ Այո։ Քրիստինե, ասացեք, խնդրեմ, հիմա տեսեք, դուք խոսում եք այդ ինքնաբուխ դրսևորման մասին, երևի թե այն ինչ զգում ես այդ պահին կարողանալ գոնե քեզ համար իրականացնել, եթե ոչ ուրիշի, որտեղ երբ որ ես թռչկոտում եմ, ես ոչ մեկի չեմ վնասում։ Հաստատ։ Ես եմ թռչկոտում, կամ երգելով կամ պարելով գնում եմ ինձ համար։ Միանշանակ, բայց դա ինչ է նշանակում, մենք այսուհետ պիտի լինենք այդպեսին, թե ինչպես ասացիք, այս ընթացքը տալիս է հնարավորությունը եւ միառժամանակ, այսինքն դա ինչ-որ օր է, դա օրեր են, այդ հասկանանք, հա։ Հա, ես հասկացա։ Հասկանանք ինչքան թռչենք։ Հա, հասկացա։ Չէ, ես երբ որ մենք անդրադարձանք նրան, որ այս ժամանակահատվածը մեզ հնարավորություն է տալիս զարգանալ, մի քանի աստիճան ավելի բարձրանալ, հենց այս ամենը մտնում էր դրա մեջ, այսինքն սկսած այս ժամանակից գոնե այս խավարման միջանցքը չասեմ, գոնե այս գարնանային, այս գիշերահավասարից, հա, ուրեմն այս ժամանակահատվածից հետո գոնե մարդիկ փորձեն սթափվել։ Շատերը այս ինֆորմացիան կապսուլավորված իրենք արդեն ստանում են տիեզերքից, որ ինչքան դու լինես ինքդ քո պես, ոչ թե իդեալական, որովհետև իդեալականության մեջ դու անընդհատ փորձում ես համեմատվել։ Համեմատականներ անցկացնեն։ Ես համեմատած այս մարդու հետ, ինչպիսին եմ, լավն եմ, գեղեցիկ եմ, տգեղ եմ, SMN եմ, հա, անընդհատ համեմատել։ Դա շատ սխալ բան է եւ դա շատ է։ Հիմա մեր կանանց, ես կանանց եմ ուղղակի ուսումնասիրում, դրա համար իրենց եմ ավելի շատ, հա, անդրադառնում։ Կանանց մեջ դա դարձել է համախտանիշ, այսինքն համեմատվել, փորձել նմանվել, փորձել ինչ-որ ստանդարտների անընդհատ համեմատվել, բայց ինչի, եթե ես լրիվ ուրիշ եմ, ենթադրենք, հա։ Դա խելագարության է տանում իմ կարծիքով։ Այո, դա էր իր տեսակի մեջ, այո, խելագարության հասցնում, որովհետև մարդիկ իրոք կաղապարվում են, այդտեղ շատ են իրենք փակվում, շատ կոմպլեքսավորվում են եւ դառնում են անհետաքրքիր, որովհետև մեկը մյուսին է կրկնօրինակում։ Ահա, եթե այդպես չէ, ձեր հարցին եթե պատասխանեմ, մենք այսուհետև ու ընդհանրապես պետք է այդպես ապրենք արդեն, գոնե հիմիկվանից սկսած։ Շատերը իմ նման արդեն ուշացած, բայց գոնե արդեն սկսեն, այո։ Ազնվությամբ շատ ցավալի է, երբ որ մարդը, ես իմ տեսանկյունով եմ ասում, երբ որ մարդը երկար տարիներ այդպես է ապրում։ Ես կարող եմ հաստատ ասել, որ կորցրել եմ տարիներ, որովհետև ինքս ինձ չեմ կարողացել արտահայտել մաքսիմալ։ Գիտեք, ես կարծում եմ, որ այս խնդրով տարիներ ու դարեր մարդիկ տառապել են, հենց հիմա Հերման Հեսեի այդ Nexus ստեղծագործության մեջ մի հատված կա, ասում է, ես 60 տարեկան եմ եւ նոր եմ սկսել հասկանալ, որ չեմ ապրել եւ ասում է, ինձ թվում է, թե կյանքի ճշմարտությունները հասկանալու համար մարդուն գոնե դար ու կես է պետք, որ ինքը նախ հասկանա, հետո սկսի ճիշտ ապրել։ Իրականում այս խնդիրը թերևս ինչու էս օրինակը բերեցի, այս խնդիրը բոլորի մոտ կա։ Եվ երբ մենք անընդհատ այսօր համացանցի հնարավորությունը ունենք, գուցե նաև մարդկանց ովքեր ունեն այդ ինֆորմացիան, որոնք մեզ հուշում են, որ
պետք չի, հա, սպասել, հետո ափսոսել այն չարած կամ այդ խենթությունների համար, բայց սա փաստորեն դեռ նեմր ասում է 18-րդ դարում էլ է խնդիրը բարձրաձայնվել, 19-րդ դարում էլ է, այդ հələ ամենա ասում է այս ոչ այդքան հեռու անցյալներում եմ ասում։ Սա թերևս երևի մարդու խնդիրն է, որ ինքը սոցիումի մեջ այդ ժամանակներից սկսում է ամպլուավորվել, ապրել, հետո գալիս է ինչ-որ տարիք, որտեղ դու արդեն երևի ձևավորվել ես, ինֆորմացիոն առումով ես քեզ կրթել, մի քիչ էլ ինքնուրույն ես դարձել, մի քիչ էլ հասկացել ես, որ կարծիքները մարդկանց ի վերջո կյանքը էլ ավելի չեն դարձրել, որովհետև եթե քննադատող լինեն, ամեն ինչ են քննադատելու, ուզում ես իդեալական եղեն եւ նույնը անելու են։ Այդ միջև հասկանում ես, մեկ էլ պարզվում է կես դար ապրել ես։ Այո, իմ դեպքում այդպես էր։ Լավ, այդ ուրեմն հասկացանք, որ այսօր պետք է կարողանալ լինել այնպիսին, ինչպիսին կաս, իր բոլոր ասում է, դե չնայած կրթված մարդը չի կարող իր չափ ու սահմանը անցնել եւ գալ ամենաթողության, բայց գոնե թե կարողանա լինել այնպիսին, ինչպիսին կաս, այդ հնարավոր է անել եւ փոխել։ Փոխելուց հետո, եթե մարդը եկավ այդ գիտակցության, ինչ սպասի ինքը տիեզերքից իր համար ավելի լավ։ Ասեմ ձեզ, ուրեմն հիմա ընդունված է, շատ գրականություն կա այս վերջի տարիներին, շատ գրականություններ դուրս եկան, բեսթսելերներ երբեմն, որ հորդորում են մարդկանց նպատակներ դնել եւ ապրել նպատակներով։ Իսկ այդ կարգի մարդիկ ինքնաբուխ, իրենք նպատակներով չեն ապրում, իրենք ուղի են ուղակի անցնում։ Հա, բանը ունի երգ Тиматин, հա, որ ասում է у самурая нету цели, есть только путь։ Այսինքն ուղին, որը որ քեզ կտա որոշակի արդեն բաներ, նագրաժдение, вознаграждение ոնց կլինի, պարգևատրումներ, ահա։ Ուղին, որը որ քեզ անպայման որոշակի պարգևատրումներ կտա։ Եվ ինչ կլինի այդ պարգևատրումները, հաստատ լավ բան կլինի, հաստատ այո, տիեզերքն է որոշում, չեմ իր որոշմանը։ Ինքը ամեն դեպքում լսում է քո հոգու ձայնը, անպայման տալիս է քո հոգուն համահունչ ճանապարհ ու պարգևատրումը հենց դրան համապատասխան, որովհետև տիեզերքն էլ է ուզում, որ դու քո հոգու ծրագիրը մաքսիմալ ճիշտ ու լիարժեք ապրես այս կյանքում։ Այս դեպքում հարցն եմ, ինձ թվում է բոլոր կանայք կուզեն, որ այս հարցը հնչի։ Մենք անընդհատ ինչ-որ բաներ ենք ուզում, երազանքներ ունենք, գուցե ցանկություններ, որոնք հետո եթե մի քիչ գրականությանը մոտենում են, ասում են դե բա ես ճիշտ պատկերացնում եմ, երազում եմ եւ այլն, բայց չի իրականանում։ Հետո արի տես, որ այդ փուլը մի քիչ անցնում են, պարզվում է, որ օրինակ երիտասարդ ժամանակ, երբ ինքը այս ինչ բան ուզում էր եւ տեզերքը այդպես էլ չտվեց, մի քանի տարի առաջ ինքը հասկանում է ինչու չտվեց, որովհետեւ դե ինչ վատ բաներ կարող էր լինել, եթե հանկարծ տեզերքը իրականացներ այն ցանկությունները, որ ինքն ուներ։ Դե իհարկե դա հետո ենք հասկանում։ Հիմա եկեք հասկանանք այնուամենայնիվ մենք պիտի գանք նրան, որ վստահենք տեզերքին, ի վերջո, որովհետև ճիշտ վստահությունը բերում է նրան, որ կարելի է ցանկություն չունենալ պարզապես ու թողնել թող տեզերքը որոշի, որովհետև ես նրան վստահում եմ։ Թե ճիշտ հակառակը, այնուամենայնիվ այդ ցանկությունները, երազանքները պետք է ունենալ, անկախ նրանից տեզերքը դրա հետ համաձայն է թե ոչ, որովհետև գուցե դա քո ուղին չի կամ քո երազանքը մի քիչ սխալ է։ Ինչ անել։ Շատ իրարամերժ է, էլի, չգիտես հիմա ինչ անես, երազանք պահես, ուզես պահես նկատի ունեմ ունենալ։ Շատ լավ։ Ես ասեմ, որ հոգեբանական վարժություններ գոյություն ունի, որոնց միջոցով մենք կարողանում ենք որոշել, դա քո երազանքն է, թե էլի սոցիումի կողմից թելադրված ինչ-որ մի բան է, որին դու ցանկանում ես համապատասխանել, ինչ-որ որոշակի ստատուս ձեռք բերել կամ որոշակի հաջողություն գրանցել, որպիսի ենթադրենք դրա տակ կա թաքնված ինչ-որ երկրորդային պատճառ, որը որ ենթադրենք մարդը ցանկանում է իր ծնողին ինչ-որ բան ապացուցել, կամ ընկերներին ինչ-որ բան ապացուցել, կամ էլի նորից նմանվել կամ համապատասխանել ինչ-որ բանին, բայց դա իր իրականը, հոգունը չի։ Տիեզերքը միշտ ընդառաջ է գնում իր հոգու ցանկություն է ծրագրին, որը որ պետք է հոգին անցնի լիարժեք ռեալիզացնելով իր պոտենցիալը այդ պարագայում, հա։ Իսկ եթե ենթադրենք ես ուզում եմ որոշակի պաշտոն ունենալ, ենթադրենք, հա, բայց այդ պաշտոնի մեջ ես իմ ոչ մի պոտենցիալը չեմ բացի եւ չեմ արտահայտի, պարզապես կունենամ այդ պաշտոնը, որը կապահովի ինձ այսքան աշխատավարձով, այսպիսի ստատուս կտա եւ այսպիսի հարգանք որոշակի ինչ որ միջավայրում, հա։ Այդտեղ կարող է մարդը
իր սեփական ջանքերով, տքնաջան ջանքերով հասնի դրան, բայց նորից ինքը չի ապրի, այդ լիարժեք կյանքը չի ապրի, հասկանում եք, այն որ հոգին միշտ ցնծության մեջ է, որ առանց պատճառի ուրախությունների մեջ է լինում, հա, այդ վիճակները ինքը չի ապրի։ Հիմա շատ մարդիկ կան, որ ասում ես, հարց ես տալիս, ես իմ մասնագիտության մեջ շատ է լինում, որ հարցնում եմ, դու երջանիկ ես, ինքը փորձում է էլի նորից ինտելեկտով, փաստարկներ բերելով համոզի, թե ինչի է ինքը երջանիկ։ Էլի նորից սոցիալական նորմատիվներին փորձելով համապատասխանել, ինչ որ բաներ է թվարկում, բայց երբ որ նայում ես իր աչքերին, դու տեսնում ես, որ փայլ չկա։ Այնտեղ փայլ չկա, այնտեղ չկա այդ կայծը կյանքի, հասկանում ես։ Դե ոչինչ, ուզում է երջանիկ լինի։ Հա, ուզում է երջանիկ լինի։ Այո, փորձում է եւ նույնիսկ չգիտի իրական երջանիկ լինելը որն է։ Այո։ Իսկ ո՞րն է իրական երջանկությունը։ Հենց դա, հենց այդ ինքնաբուխ ապրելը, հենց քո ինքդ քո նման լինելը, հենց քո հոբիները, երբ որ դու ունես հոբիներ, դրանք անկախ տարիքից, անկախ ամեն ինչից դու դրանցով զբաղվում ես։ Եվ այդպես կյանքը որպեսզի վառվի կյանքը քո մեջ, ու դու էլ վառես։ Երբ որ կյանքը սիրում ես, ուրեմն երջանիկ ես իր բոլոր դժվարություններով, բոլոր տհաճ եւ հաճելի անակնկալներով։ Այո, ես կարծում շատ պոզիտիվ դու երազանքներ միշտ պետք է ունենաս։ Այո, դե մարդը ուզի միշտ ունի, հիմա չգիտեմ դրա անունը երազանք է, ցանկություն, թե նպատակ, բայց ինչ ուզում ես ես կարծում եմ ավելի շատ փորձենք նպատակը շատ նյութական կենցաղային մի բան է, թող որ լինեն սիրուն երազանքներ։ Քրիստինեն շատ պոզիտիվ ամփոփեց իր միտքը, եթե կարելի է այսպես ասել, եւ այո, ունենալ սեփական անձի իրական դրսևորումներ, ինչու՞ չէ փորձել ամեն ինչ անել այդ դրսևորումների ժամանակ ցույց տալ մաքսիմալ այն լուսավոր կողմերը, որ ունենք, եւ ինչու՞ չէ կարողանալ նաեւ սպանել, վերացնել, թաղել այն վատ դևերին, որոնք մեզ խանգարում են լինել այդքան լուսավոր։ Իմ համար օրինակ շատ կարևոր է խենթուխելար լինել, խենթություններ անել, խենթուխելար լինել, ուղղակի այդ խենթուխելարությունը չհասցնել նրան, որ դիմացինին կամ հասարակությանը վնասես, մնացած առումներով միշտ հիշեք պոզիտիվ այդ բարձր տրամադրությունը եւ խենթությունները եւ մարդկանց համար հետաքրքիր են եւ ընդհանրապես դրանք վարակիչ են։ Օրինակ ես միշտ սիրում եմ շրջապատել ավելի շատ խենթուխելար մարդկանցով, որովհետեւ ես էլ վարակվում եմ դրանց եւ ինչ որ մի բան ես զգում եմ, որ ես էլ եմ սկսել խենթություններ անել։ Շնորհակալ ենք ձեզ, որ մեր հյուրն եք։ Շնորհակալ ենք, ուրախ ենք ձեզ տեսնել։ Միշտ։ Այո։ Եվ միշտ հետաքրքիր է շփվել այդ մարդկանց հետ, որովհետեւ Քրիստինեի հետ բազմիցս ունեցել ենք հարցազրույց, բայց ասում շատ հետաքրքիր է տեսնել մարդը ոնց է շատ արագ աճում իր մասնագիտության մեջ։ Իսկ դա խոսում է նրա մասին, որ ինքը համ սիրում է իր գործը, համ հաճույքով է անում, համ էլ այդ ամենի մեջ պրպտում է, որպեսզի գտնի գուցե բացարձակ ճշմարտությունը։ Մենք մեր յուրաքանչյուրս մեր հերթին մեր գործի մեջ կարող ենք դա անել, եթե ցանկանանք, որի մասին այդքան հաճախ ասում ենք։ Գովազդ մեր եթերում, որից հետո կշարունակենք։